ԶԼՄ հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության նախորդ օրը, հունիսի 6-ին, ինչպես նաև քվեարկության օրը մինչև 20:00-ն նախընտրական քարոզչություն կատարելը արգելվում է։ Նշված ժամանակահատվածում արգելվում է թեկնածուների վերաբերյալ ցանկացած հրապարակում, որը կարող է դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Նշված ժամանակահատվածում արգելվում է նաև սոցիոլոգիական հարցումների հրապարակումները։ Կարևոր նկատառում. նշված ժամանակահատվածում գովազդային վահանակների վրա տեղադրված պաստառները չեն հեռացվում։ Քվեարկության եւ դրան նախորդող օրը զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող քարոզչությունն առաջացնում է տուգանքի նշանակում, տվյալ զանգվածային լրատվության միջոցի անձի կամ ղեկավարի նկատմամբ նվազագույն աշխատավարձի 500 հրապատիկից մինչև 700 հրապատիկի չափով։ Ուզում եմ տեղեկացնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր նման դեպքերն արձանագրելու է եւ կայացնելու է համապատասխան որոշումներ։ Ձեզ մոտ կարող է հարց առաջանալ, թե այդ դեպքում քվեարկության նախորդ օրը եւ քվեարկության օրը ինչ հրապարակումներ պետք է իրականացնեն զանգվածային լրատվության միջոցները, որպեսզի որևէ կերպ չխախտեն նախընտրական քարոզչության կանոնները։ Ուզում եմ հիշեցնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում բավական շատ տեղեկատվություն կա ազգային ժողովի հերթական ընտրությունների վերաբերյալ, այս տեղեկատվությունից դուք կարող եք օգտվել։ Հիշեցնում եմ նաև, որ քվեարկության նախորդ օրը մեր բոլոր թվով 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվելու են կահավորման աշխատանքները։ Եվ բոլոր այն զանգվածային լրատվության միջոցները, որոնք հավատարմագրվել են ընտրությունները լուսաբանելու համար, ազատ են ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին եւ հետեւել կահավորման աշխատանքներին։ Ուզում եմ հիշեցնել, որ դուք պարտադիր պետք է ունենաք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված վկայականը եւ այնպես ինչպես ես եմ հիմա կրում իմ հագուստի վերնազգեստի վրա տեսանելի կերպով, նույն կերպ պետք է կրեք նաեւ դուք։ Եվ առհասարակ ցանկացած քաղաքացի, որը գտնվում է տեղամասային ընտրական հանձնաժողովում եւ ընտրող չէ, պարտադիր իր հագուստի վերնազգեստի վրա տեսանելի կերպով պետք է կրի այս վկայականը։ Եթե այս վկայականը այսպես դուք չեք կրում, տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է ձեզ դուրս հրավիրի քվեարկության սենյակից։ Երբ որ դուք մտնում եք տեղամասային ընտրական հանձնաժողով, դուք պետք է գրանցվեք նաեւ գրանցամատյանում եւ այնտեղ ֆիքսվում է նաեւ ձեր մուտք գործելու ժամը։ Հեռանալիս եւս արձանագրվում է ձեր դուրս գալու ժամը։ Դուք ազատ եք տեսանկարահանել եւ լուսանկարահանել ամբողջ ընտրական գործընթացը, որևէ կերպ չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Հիշեցնում եմ, որ չի կարելի տեսա եւ լուսանկարահանել սարքի տպած կտրոնները, ընտրողների ստորագրված ցուցակները, որոնք պարունակում են անձնական տվյալներ, ինչպես նաեւ քվեարկության խցիկի ներսը, որևէ կերպ չի կարելի տեսա եւ լուսանկարահանել։ Մնացած ամբողջ ընտրական գործընթացը, բնականաբար ողջամտության շրջանակում ընտրական գործընթացը հնարավոր է ազատորեն տեսա եւ լուսանկարահանել։ Հավատարմագրված ԶԼՄ-ները իրավունք ունեն ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի բոլոր նիստերին, այդ թվում նաև քվեարկության օրը առավոտյան 7-ի նիստին, երբ որ իրականացվում է հանձնաժողովի անդամների գործառույթների բաշխումը։ Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներն իրավունք ունեն բողոքարկել ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը, անգործությունը, եթե գտնում է, որ խախտվել են զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչի ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները։ Զանգվածային լրատվության ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք չունեն միջամտել ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների ընդունմանը, միջամտել քվեարկության ընթացքին, օգնելու ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող ընտրողին, իրականացնելու քարոզչություն, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ եւ ներկայացնելու պահանջներ։ Եվ ուզում եմ նաև հիշեցնել, որ քվեարկության ավարտին 20:00-ից հետո քվեարկության սենյակը փակվում է բացառապես ընտրողների առջև։ Բոլոր այն սուբյեկտները, որոնք կարողանում էին ներկա գտնվել քվեարկության սենյակում մինչև 20:00, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչները կարողանում են ներկա լինել նաև 20:00-ից հետո։ Եթե որևէ տեղամասում ձեր մուտքը կխոչընդոտեն, դուք ազատ եք դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։